հասարակության մեջ կան հավատացյալ մարդիկ, ովքեր հավատում են այս սրբապղծի այս քայլերին, մտածելով, որ այս ամեն ինչը անում է հանուն եկեղեցու բարելավման, հեղինակության բարձրացման, բայց իրականում պղծում են հայ առաքելական եկեղեցին ինչու, որովհետև մեր դեմ այնինչ տեղի է ունենում, դա ուղղված է հայկական ինքնության եւ մեր հոգեվոր արժեքների ոչնչացնելու քայլեր են։ Իսկ հայ առաքելական եկեղեցին նույնիսկ պետության բացակայության պայմաններում մեծ առաքելություն է ունեցել մեր հոգեվոր մշակութային արժեքների, լեզվի եւ մեր ինքնության պահպանման գործում։ Նաև բոլոր սոցիոլոգիական հարցումներով վերջին տարիներին եկեղեցին հայ իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ինստիտուտն է։ Եվ քանի որ Հայաստանի նկատմամբ իրականացնում է դենացիոնալիզացիայի ծրագիր, մեր ինքնությունը ոչնչացնելու շատ հստակ քայլեր եւ գործողություններ են տեղի ունենում, որի հեղինակները նաև մեր պետության թշնամիներն են, գտնվում են երկրից դուրս, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես գործիք է ամեն ինչ իրականացնելու համար, այս իմաստով խնդիր է դրված կազմաքանդել, հեղինակազրկել, պղծել եւ պառակտել հայ առաքելական եկեղեցի։ Ոչ զեափարի խնդիրն է, ոչ Արշակ Սրբազանի խնդիրն է, բացարձակ ինքը եկեղեցին կազմաքանդելու, հեղինակազրկելու, պառակտելու գործողություն է տեղանում։ Եկեղեցին այսօր հալածվում է իրականում նաև այն պատճառով, որովհետև եկեղեցին Արցախի էջի չփակեց։ Այս չարիքի իշխանությանը հանձնվելը մեղք է։ Իսկ փորձել սրանց հետ պայմանավորվել, կարծում եմ բոլորի համար պետքա պարզել է քաղաքական ուժերից մինչև հոգևորականներ, գործարարներից մինչև մտավորականներ, որ սրա հետ պայմանավորվել հնարավոր չի։ Ով փորձել է պայմանավորվել, ինքը կրկնակիատ ուժ է։ Մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկելու, նաև մշտապես մեր պատրաստակամությունը հայտնել ենք, բայց այդտեղ նաև այո, շատ կարևոր է, որպեսզի եկեղեցին եւս քայլեր անի զուտ իր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Պետք է հասկանալ սա, այո, որովհետև սա թշնամական ծրագիր է Սուրբ Էջմիածնի դեմ։